Առաջին անգամ Նայիրի բժշկական կենտրոնում իրականացնում են վագուս կամ թափառող նյարդի ստիմուլյատորի տեղադրում, որի օգնությամբ հնարավոր է բուժել էպիլեպսիան, կանխարգելելով նոպաների հաճախականությունը։ Վիրահատարանում հայ մասնագետներին օգնում է Շանհայից ժամանած չինացի նյարդավիրաբույժը։ Նրանք պացիենտի պարանոցի հատվածում տեղադրում են հատուկ սարք, որը թափառող նյարդով ազդակներ է ուղարկում ուղեղի այն հատվածներին, որոնց ակտիվությունը առաջացնում է էպիլեպտիկ նոպա։ Սա քիչ ինվազիվ անցավ միջամտություն է։ VNS-ը, այսինքն վագուս նյարդի ստիմուլյատորը, ներկայացնում է փոքր միկրոհամակարգիչ, որը տեղադրվում է հիվանդի վագուս նյարդի վրա, պարանոցի շրջանում։ Չի կատարվում տրեպանայից, չի կատարվում վիրատություն գլխուղի վրա։ Սա մեծ առավելություն է։ Էպիլեպսիայի պարագայում VNS-ով, այսինքն վագուս նյարդի ստիմուլյատորով վիրահատությունը համարվում է առաջի պլանի վիրատություն։ VNS սարքը արտադրող Rishena ընկերության ներկայացուցիչը ցույց է տալիս, թե ինչպես է այն տեղադրվում, միացվում եւ ինչպես են պացիենտն ու բժիշկը կառավարում դրա աշխատանքը։ This is a vagus nerve stimulation lead. Սա թափառող նյարդի խթանման մետաղալար է, որը մենք փաթաթում ենք թափառող նյարդի վրա, ապա միացնում այս սարքին եւ տեղադրում այս հատվածում։ Սա կլինիկական ծրագրավորող սարքն է, որը բժշկի մոտ է լինում։ Իսկ այս մեկը պացիենտն է օգտագործում ծրագիրը տալու համար, բայց պարամետրերի փոփոխությունը վերահսկում է բժիշկը։ Նա է իրականացնում հիմնական հսկողությունը։ Մասնագետը նշում է, եվրոպական եւ ամերիկյան անալոգների համեմատ այս սարքի առավելությունը մատչելիությունն է։ Բացի այդ, պացիենտը կարիք չունի ամեն անգամ կարգավորումները թարմացնելու համար գալ հիվանդանոց։ Այն իրականացվում է հեռակառավարմամբ։ Rishena ընկերության նորամուծություններից մեկն էլ այսպես կոչված Deep Brain Stimulation Closed Loop ուղեղի խորանիստ խթանման համակարգն է, որը եւս առաջին անգամ կիրառվել է հենց Նայիրի բժշկական կենտրոնում չինացի մասնագետների այցի ժամանակ։ Այն զգալի նվազեցնում է շարժողական խնդիրների դրսևորումը Պարկինսոնի հիվանդության ժամանակ, կանխարգելելով դրա խորացումը։ Ի տարբերություն շատ արտադրողների, Rishena ընկերության գլխուղեղի խորանի ստիմուլյատորն աշխատում է closed loop ռեժիմով, որի հիմքում արհեստական բանականությունն է։ Համակարգը ինքն է որոշում, թե որքան խթանել գլխուղեղը տվյալ պացիենտի մոտ։ Եթե պացիենտի մոտ գլխուղեղի խորանիստ խթանման փակ համակարգ է, այն ինքնուրույն կգտնի անոմալ ազդակները եւ կմեծացնի խթանումը առանց բժշկի միջամտության։ Then give the more stimulation automatically. Պացիենտի համար ամենակարևոր առավելությունը գինն է, որը զգալիորեն ցածր է եվրոպական եւ ամերիկյան տարբերակներից։ Որակով էլ բոլորովին չեն զիջում, համոզվել է Արման Հակոբյանը, որը մեկ ամիս առաջ այցելել է Չինաստան, իր աչքով է տեսել, թե ինչ բարձր մակարդակով է կազմակերպված արտադրությունը, ինչպես նաեւ Շանհայի հոսպիտալում հետևել է, թե ինչպես է աշխատում բժիշկ Շուն։ Չինացի մասնագետներին էլ շատ տպավորել է Նայիրի բժշկական կենտրոնը, որն այսուհետև կլինի նրանց պաշտոնական գործընկերը Հայաստանում։ This is my first time. Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ առաջին համագործակցությունը հայ բժիշկների հետ։ Հիվանդանոց փոքր է, բայց շատ հարմարավետ ու կոկիկ։ Այստեղ բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ են աշխատում։ Ինձ այն դուր է գալիս։ Բժիշկ Արմանը մեծ փորձ ունեցող նյարդավիրաբույժ է, որը կատարել է բազմաթիվ ֆունկցիոնալ վիրահատություններ։ Վստահ եմ, որ այս երկու մեթոդները նույնպես այսուհետև հաջողությամբ կկիրառվեն հիվանդանոցում։ Այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանի որ այն ոչ միայն հայ բժիշկների հետ աշխատելու, այլև Հայաստանը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Չինացի մասնագետները համոզված են, որ իրենց այցից հետո Նայիրի բժշկական կենտրոնում հաջողությամբ կկիրառվեն այս նոր տեխնոլոգիաները, որոնք շատ կարևոր են հատկապես երկարատև բուժում ստացող, դեղորայքակայուն էպիլեպսիա եւ Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների համար։ Արման Հակոբյանի խոսքով, նրանք մշտապես կապ կպահպանեն չինացի գործընկերների հետ, կքննարկեն դեպքերը եւ միասին կորոշեն, թե որ պացիենտներին են ցուցված այս վիրահատությունները։